Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժույթ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Toyota Magnitsky ավտոմեքենա, որը եւս տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ Գրիգորյանը հայտարարագրել է 22.991.774 դրամ աշխատավարձ վարչապետի աշխատակազմից եւ 5.530.463 դրամ այլ եկամուտներ պետական եկամուտների կոմիտեից։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 1.800.985 դրամ։ Գրիգորյանը հայտարարագրել է նաեւ 7.422.720 դրամ վարկի մարման ուղղված վճարումներ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի կինը Մանե Մինասյանը եւս որպես անշարժույթ հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 27.660.000 դրամ ստացված փոխառություններ Յունի բանկից եւ 1.886.946 դրամ աշխատավարձ World Vision Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամից։ Մինասյանը 2.773.868 դրամ հազարդ փոխառություն ունի Յունի բանկում։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 457.941 դրամ։